Դերասանուհի եւ ռադիոհաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանն իր Instagram սոցիալական հարթակում անկեղծ հրապարակում էր արել։ Ես կիսվում եմ, հոլովակին կից գրել է Էվելինան եւ ասել, թե ինչպիսի մայրիկ կլինի ապագայում։ Առաջարկում ենք դիտել հոլովակն առանց մեկնաբանության։ Թե ինչ տեսակ մամա կլինեմ ապագայում, դժվար է պատկերացնել, եթե անկեղծ, որովհետև ասում են, մինչև չես գրկում երեխայիդ, չես հասկանում ինչ է նշանակում մայրություն։ Բայց ես կարծում եմ, որ կարող եմ անել մի քանի բացառություններ եւ հետեւողական լինել, որ ապագայում էլ այդ բացառությունները իրականություն դառնան։ Հստակ փորձելու եմ առանձնացնել այն ռեսուրսները, որոնք տալիս եմ ես երեխայիս, եւ այն ռեսուրսները, որով երեխան արդեն իսկ ծնվել է, այսինքն հաշվի նստել նրա տեսակի եւ նրա բնության հետ։ Դա հաստատ անելու եմ։ Ըստ իս լինելու եմ այն մամաներից, որոնց համար իրենց երեխան կատարելություն չի եւ հստակ նկատելու եմ երեխայիս թերությունները, որովհետեւ մենք մարդիկս նորմալ է եւ բնական, որ ունենք բազմաթիվ թերություններ։ Մամաները, կարծում եմ, պիտի կարողանան հստակ տարբերակել ինչ է սերը, ինչ է իրական սերը եւ ինչ է վախը։ Առհասարակ որտեղ կա վախ, այնտեղ չկա սեր։ Եվ բազմաթիվ մայրիկներ, ովքեր երիտասարդ տարիներում արդեն իսկ վախերով հանդերձ ունենում են երեխային, ապագայում էլ երեխաներին սերմանում են հենց այդ վախը, մեծացնում այդ վախով, որը խանգարում է մեծ հասուն տարիքում արդեն կյանքում ուղակի ապրել, արարել եւ գտնել ներքին խաղաղություն։ Վախերը հաստատ պետք չեն։ Ես որպես ապագա մայրիկ չեմ ուզենա հրաժարվել իմ անձնական սեփական երազանքներից եւ այն ճանապարհից, որով որ քայլում եմ ես ինքս։ Այո, իհարկե մայրիկները անձնազոհ են, մայրիկներն իրենց մասին հաճախ մոռացող են, մայրիկները նվիրվող են ողջ սրտով, ողջ հոգով, կենցաղով, բայց երբեմն մենք նաև պիտի կարողանանք համատեղել մեր անձնական ճանապարհը եւ այն ճանապարհը, որով արդեն կքայլենք մեր ապագա երեխայի հետ։ Եվ մի քանի բացառություններ, որոնք վախենում եմ հիմա անել, եւ այս վիդեոն հետագայում կնայեմ ու հուսամ, որ հավատարիմ կլինեմ իմ սկզբունքներին։ Թույլ չեմ տա երեխայիս ուտել վատ սնունդ գոնե որոշակի տարիքում, երբ որ ինքը արդեն կդառնա մեծ, հասուն, ապագայում ինքը կընտրի, բայց երբ նա իմ հսկողության տակ է լինելու, թույլ չեմ տալու, որ ուտի վատ, ոչ օգտակար եւ անառողջ սնունդ։ Ինչքան էլ որ լացի, ինչքան էլ որ խնդրի, խոստանում եմ չեմ թուլանալու։ Հուսամ, որ երեխայովս հիացած անդադար չեմ ստիպելու, որ շրջապատս նայի երեխաներիս լուսանկարները եւ հիանա նրանցով։ Եկեք Լևին անհարմար հարցեր տանք ու ինքը պատասխանի։ Սպոնտան, հենց նոր միացրել եմ կամերան, առանց պատգաթովկայի միանգամից, ասենց ինչ կա մտքիս հարցնելու եմ։ Ես ուզում եմ մյուզիկ դնել։ Ոչ, դեմ հարցերին պատասխանի սերս։ Լև, կինո թե թատրոն։ Կինո։ Բութ թե բլինչիկ։ Թե ամանորյա։ Չգիտեմ։ Հասա բութ։ Նայած թե ինչ բուտ ու նայած ինչ բլինչիկ, բայց երևի բուտ։ Տղա թե աղջիկ երեխա։ Առաջնակը ցանկալի է տղա։ Հարցերը սպառվեցին լավ, մի րոպե։ Բարձրահասակ կին թե ցածրահասակ։ Բարձրահասակ։ Դերասան Լևոն Մկրտչյանն ու նրա կինը, դերասանուհի, ռադիոհաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանը վերջին շրջանում հարության կողմից մեծ սեր եւ ճանաչում են ստացել։ Բազմիցս նշել ենք, որ Լևոն Մկրտչյանի ինստագրամյան անձնական էջը հիմնականում աշխատանքային գործունեությանն է նվիրված եւ անձնական հրապարակումներ այնտեղ գրեթե չես հանդիպի։ Սակայն նույնը չենք կարող ասել Էվելինա Ստեփանյանի անձնական հարթակի մասին։ Էվելինան հաճախ է իր էջում անկեղծ ու ջերմ հրապարակումներ անում։ Կիսվելով Լևոնի իրենց համատեղ կյանքի, երեխաների հետ լուսանկարներով եւ հոլովակներով։ Չենք կարող չնշել նաեւ, թե Լևոնը հարցազրույցներում ինչպիսի ջերմությամբ, հոգատարությամբ ու սիրով է խոսում քույրիկի երեխաների մասին։ Մի անգամ, երբ Էվելինան տեղադրել էր երեխաներից մեկի լուսանկարը, շատերը այն նմանացրել էին Լևոնին։ Ի պատասխան Էվելինան նշել էր, որ կցանկանար եւ կարծում է, որ իր ու Լևոնի ապագա փոքրիկն էլ հենց այդպիսին է լինելու։ Այս ամենից բազմիցս պարզ է դառնում, որ զույգը երեխաների նկատմամբ անտարբեր չէ։ Հատկանշական է նշել, որ Լևոն Մկրտչյանն ու Էվելինա Ստեփանյանն արդեն մի քանի ամիս է ինչ ամուսնացած են։ Իսկ նրանց հետևորդները սրտադրոп սպասում են, որ գեղեցիկ ընտանիքում համալրում լինի։ Լևոն Մկրտչյանի քրոջ Անժելիկայի դուրսգրման արարողությունից հետո առաջին անգամ սոցիալական հարթակներում տարածվել է նրանց ընտանիքի համատեղ լուսանկարը։
Նկարում Անժելիկան է, նրա ամուսինը ԿՊ պատգամավոր Էդգար Հակոբյանը, 3 որդիները և նորածին դուստրը Սոֆիան։ Star News-ն արդեն ներկայացրել էր փոքրիկի դուրսգրման արարողությունը։ Նշենք, որ Լևոնի քույրը, ով արդեն 3 որդի ունի, այս անգամ աղջկա մայրիկ է դարձել։ Star News-ը սիրով շնորհավորում է գեղեցիկ ընտանիքին։ Փոքր դերասանուհի, ռադիոհաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանի ինստագրամյան էջին։ Նա սթորի բաժնում անկեղծ հրապարակում էր արել. «Քնից արթնանում եմ արդեն հոգնած, ինչից կլինի։ Նույնիսկ հավես չունեմ մազերս ինքնուրույն հարդարելու։ Մամաս էսօր ասում ա օդից կլինի։ Ես էլ որպես դասական ներշնչող էս թեմայով էնքան եմ խորացել, որ տեղեր կա, շունչս պահած եմ անցնում։ Ինձ էլ թազա կպչուն միտքեր պետք, մտածում եմ թոքերս ոնց եմ ախտահանելու», նշել էր Էվելինան։ Հիշեցնենք, որ վերջերս Էվելինա Ստեփանյանը եղել էր Հրաչ Մուրադյանի «Բաց թեմա» հաղորդման հյուրը։ Հասարակության մեջ տարբերվող արտաքին ունենալը միշտ էլ աննկատ չի մնում։ Վերջին շրջանում հատկապես ակտիվորեն քննարկվում է Էվելինայի արտաքին տեսքը։ Հրաչ Մուրադյանի հարցին, թե ում է նման, Էվելինան պատասխանեց. «Կդժվարանամ ասել ում եմ նման, մամայիս թե պապայիս, որովհետև երկուսին էլ ակնհայտ նմանություն չունեմ։ Մանկուց ինձ միշտ էլ ասել են, ինչ տարօրինակ ես, ինչ հետաքրքիր, ինչ ուրիշ ես։ Այնքան շատ էին նման խոսքերը, որ անգամ ինքս հետաքրքրվեցի, բայց ինչպես ասում են, մաքուր հայ ենք, պապական, տատական, 7 պորտով։ Եթե անկեղծ լինեմ, ինձ մոտ ակնհայտ ընդգծված հետաքրքիր արտաքին չեմ տեսնում, երևի դա ես եմ, որ չեմ նկատում։ Հասարակության վերաբերմունքը և քննադատություններն ինձ համար նոր ալիք էին, որոնք այս մի քանի ամսվա ընթացքում ինձ օգնեցին բացահայտելու և ավելի իմաստուն դառնալու»։ Էվելինան հավելեց, որ հաճախ է ինքն իր հետ երկխոսում։ «Ինքս ինձ հարցեր եմ տալիս, հետո ինքս էլ գտնում դրանց պատասխանները, ասում եմ, որտեղից քեզ այս արտաքինը, ով է քեզ տվել սա, չէ՞ որ մենք չենք ընտրում ինչպես ծնվենք։ Դա Բարձրյալի ձեռքի գործն է և Տերն է որոշում։ Ես նրա տվածին միշտ խոնարհ և շնորհակալ եմ վերաբերվում։ Կարող ես ընտրել ում կարծիքը լսես, ումը ոչ։ Ես ինձ շրջապատել եմ հետաքրքիր, արտիստիկ և բանիմաց մարդկանցով։ Պետք է հասկանանք, որ մեր հասարակությունը հաճախ ավելի մեծ ուշադրություն է դարձնում ձևին, քան բովանդակությանը։ Ինձ համար կարևոր չէ ինչպիսի արտաքին ունեմ։ Ինչ վերաբերվում է հասարակության քննադատ վերաբերմունքին, Էվելինայի ամուսինը, դերասան Լևոն Մկրտչյանը, ինչպես նշեց նա, ամեն ինչին արձագանքել է այսպես. «Տոտալ անտարբերությամբ։ Ես իսկապես ապշում էի նրա հաստատակամությամբ և կայացած տղամարդ լինելու վրա»։ Էվելինան նաև նշեց. «Ինձ համար ամեն ինչ կանխատեսելի էր, ոչինչ շոկային չէր։ Այդ սթրեսային պահերը շատ կարճ տևեցին, հետո ես սկսեցի թուլանալ և նույնիսկ հաճույք ստանալ ամենից։ Խորհուրդ եմ տալիս խորանալ մարդու մարդկային բովանդակության մեջ»։